Սխալ վարած քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական, հոգեբանական վիճակը հաճախ հանգեցնում է օբյեկտիվ այն պայմաններին, որ հասարակության ճնշող մասը դառնում է անգրագետ ու ապրում է աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ։ Սա տալիս է միշտ բոլոր ժամանակներում տալիս է հնարավորություն, որ ինչ-որ մի խումբ կամ խմբակ օգտվելով մարդկանց այդ վիճակից նախաձեռնի ու իրականացնի հեղափոխություն, դասակարգային հեղափոխություն։ Դասակարգային հեղափոխությունը դա հեղափոխությունների ամենաայլանդակ տեսակն է, որից որ ի սկզբանե այն խմբակը, որը որ սկսում է նախաձեռնում է այդ շարժումը, նա հեռահար նպատակներ ունի, ոչ թե հասարակության այդ հատվածի կյանքը քիչ ավելի լավը դարձնի կամ նրանց ավելի կիրթ դարձնի, այլ նրանց հույզերի վրա խաղալով նա գալիս է իշխանության ու նրանց հիմնական նպատակը մի բան է հասնել իշխանության ու ապահովել իրենց նեղ անձնական խմբային բարեկեցությունը թքած ունենալով հասարակության այդ հատվածի վրա ու նրանց անընդհատ սենց օղակի մեջ պահելով նախկիններին անընդհատ հիշեցնելով, որ նախկինների պատճառով դուք աղքատ եք եւ այլն, նրանց պահում են սենց հոգեբանական մի լարվածության մեջ ու նախկիններով անընդհատ վախեցնում են, որը որ այդ հատվածին հասարակության ոչ մի բարիք չի ապահովում, իսկ սրանց տալիս է հնարավորություն նրանց ֆոնին էլ ավելի հարստանալու, բայց երկիրը պահելու էլ ավելի ծայրահեղ աղքատության մեջ, անգրագիտության մեջ, որովհետև նրանք լավագույնս հասկանում են, որ երբ որ մարդը լինում է գրագետ, դա ռեժիմի համար, իշխանության համար դառնում է վտանգավոր, որովհետև մտածող մարդը միշտ սկսում է հարցեր տալ, իսկ տգետը հարցեր չի կարողանում ձևակերպի, առավել ևս սոված մարդը չի կարողանում հարցեր տալ, նա միշտ մտածում է իր մի կտոր հացի մասին, ուրեմն գոյություն ունեն բազմաթիվ դասական փառահեղ աշխատանքներ բոլոր ժամանակների համար, օրինակ Քաոսը, օրինակ Թումանյանի Գիգորը, Օրուելի 1984-ը, Դոստոևսկիի աշխատանքները, Դոստոևսկիի հանցագործություն ու պատիժ, թշվառները, որոնց մեջ լավագույնս բացահայտվում է ու ցանկացած իշխանություն պետք է կարողանա ունենալ հնարավորություն, որ իր մատաղ սերնդին ապահովի այնքան պարզունակ հնարավորություն, որ մատաղ սերունդը կարողանա կարդա ու ընկալի այս գրականությունը, որովհետև առանց սրա առավել ևս 21-րդ դարում անհնար է ունենալ առողջ ու զարգացած հասարակություն։